Կյանքում լինում են այնպիսի իրավիճակներ, որ լուծումը քո ձեռքը չի ու ոչինչ չես կարող անել։ Օրինակ, ինչ անեն այն մարդիկ, ովքեր ասենք քրոնիկական հիվանդություններ ունեն ու ինչքան բժշկի են գնում, ոչ մի բուժում չի լինում ու այս մարդիկ ամբողջ կյանքը պետք է ապրեն այդ հիվանդություններով։ Կամ ինչ անեն այն մարդիկ, ովքեր այնպիսի վշտեր ունեն կամ այնպիսի տառապանքների միջով են գնում, որ իրենց ձեռքը չի լուծումը։ Կամ ինչ անեն այն մարդիկ, ովքեր որ պարզապես ծերանում են, մազերը սպիտակում է ու չեն կարողանում դրա հետ ապրել, հա, ասենք ամեն կերպ ոնց որ կռիվ են անում առօրյա ցիրիկուն, ոնց անենք, որ մի քիչ ջահել երևանք։ Սիրելի ժողովուրդ, սուրբ մարդիկ ասում են, որ հաշտվեք ձեր հիվանդությունների հետ, ասենք քրոնիկական հիվանդությունների հետ, մեկը ոչ մի բան չես կարող անես։ Հաշտվեք ձեր վշտերի հետ, հաշտվեք ձեր տառապանքների հետ, ընդունեք դրանք, ընդունեք ձեր ծերությունը, որովհետև դա շնորհ Աստծոս, դա շնորհալի բան է։ Եվ եթե այդ հիվանդությունը, ասենք քրոնիկ հիվանդությունն է, որ ոնց որ թե ամբողջ կյանքում պետք է ապրես դրա հետ, որ կռվես լացնես առօրյա ցիրիկուն, ինչ պետք է անես։ Ընդունիր դա, հաշտվիր դրա հետ եւ մի բան ասեք միշտ. Փառք Աստուծո ամեն ինչի համար։ Իսկապես եմ ասում, ասեք փառք Աստուծո ամեն ինչի համար, որովհետև եթե Աստված արտոնել է ձեզ այդ հիվանդությունը, այդ քրոնիկական հիվանդությունը կամ այդ քրոնիկական վիճակը կամ այդ վիշտը, որի լուծումը կարծես թե ձեզ թվում է թե ձեզանից չի, ուրեմն դրա մեջ իմաստություն կա, ուրեմն դրա մեջ մի բան կա, որ դուք պետք է սովորեք։ Եթե Աստված արտոնել է, ուրեմն դրա մեջ իմաստ կա։ Ասեք փառք Աստուծո ամեն ինչի համար, հաշտվեք այդ վիճակի հետ ու փառք տվեք Աստծուն։ Ու մեկ էլ տեսնում ես հրաշք կա կատարվում։ Մեկ էլ տեսնում ես դռներ են բացվում։ Իսկապես եմ ասում։ Գիտեք, ես հեսա ձեզ մի քիչ հետո մի դեպք կպատմեմ, բայց մինչև այդ sense մի բան ասեմ։ Հայերեն մի լավ բառ կա՝ խոնարհամտություն։ Շատ չի օգտագործվում ցավոք այս բառը, բայց այդպես բան կա՝ խոնարհամտություն, ռուսերեն դրա ավելի լավ տարբերակը կա՝ սմիրեննամուդրիե, հա, այսինքն խոնարհ իմաստություն, mudrost իմաստություն։ Ոնց որ հայերեն ասես խոնարհ իմաստություն, բայց քանի որ այդպես բան չկա, ասում են խոնարհամտություն, այսինքն խոնարհությունից ծնված միտք, խոնարհությունից ծնված իմաստություն, որ ասում են ինքը շատ խոնարհամիտ մարդ է, այսինքն այս մարդու իմաստությունը, այս մարդու արտահայտած մտքերը խոնարհ վիճակից են գալիս, հա։ Գիտեք այդ ինչ բան է, որ օրինակի համար ասենք թե դու այդ քո հիվանդությունների մեջ, քո վշտերի մեջ, քո տառապանքի մեջ հաշտվում ես այդ վիճակիդ հետ, քո ծերանալու հետ հաշտվում ես, ընդունում ես, ասում ես փառք Աստծո ամեն ինչի համար ու այդ վշտերի ու այդ խոնարհության մեջ դու հասնում ես մի այնպիսի վիճակի, որ Աստված քեզ տեսնում է եւ քեզ իմաստություն է տալիս, այսինքն քո խոնարհ վիճակից ծնված իմաստություն։ Սուրբ մարդիկ են ասում այս բաների մասին, ես ձեզ պատմում եմ ինչ որ կարդացել եմ, դա շատ լավ բան է ձեռք բերել խոնարհամտությունը։ Խոնարհամտությունը ձեռք է բերվում խոնարհության ժամանակ, Աստված տալիս է այդ շնորհը։ Իսկ խոնարհությունը իրանից նշանակում է համբերել, եթե դու համբերող չլինես դժվարության, տառապանքի, վշտի, հիվանդության մեջ, ծերության մեջ, եթե դու չսիրես համբերել, դու չես կարող այդ խոնարհամտությունը, այդ խոնարհությունից ծնված իմաստությունը ձեռք բերել, այդ շնորհը քեզ չի գա, չի տրվի։ Եվ Տեր Հիսուսն էլ համբերել սովորեցրեց, ասեց, որ ով որ համբերի, նա կապրի, նրա համբերությամբ կշահեք ձեր հոգիները։ Համբերությունն ու խոնարհությունը դրանք շատ կարևոր բաներ են, որ հիմա մենք որ գնում ենք մեծ պահքի շրջանին, եկեք գիտակցաբար ձեռք բերենք այս բաները։ Մի քիչ առաջ ես ասացի, որ ձեզ մի պատմություն կպատմեմ, որ ես ճանաչում եմ մի մարդու, ով որ մի 7 տարի առաջ շատ ծանր ֆինանսական վիճակների միջով էր գնում։ Գործը չէր ստացվում, փոքր բիզնես ուներ, բիզնեսը համարյա եկամուտ չէր բերում, շատ քիչ էր բերում։ Իրենց ծախսերն ավելի շատ էին, քան այդ բիզնեսից եկած եկամուտը, գործից եկած եկամուտը։ Այս մարդը իրեն պատեր տալիս։ Մոտ 2 տարի, տարի ու կես 2 տարի, լավ հիշում եմ էլի այդ մարդու այդ օրերը, որովհետև ճանաչում եմ իրեն, տարի ու կես 2 տարի պատեր տալիս, որ մի աշխատանք ճարի։ Ու եւ կրթություն ունի, եւ փորձառություն ուներ, չէր ստացվում, ոնց որ փակ լիներ, ոնց որ իսկապես փակ լիներ։ Նույնիսկ այնց գործեր կային, որ ասենք մարդ կար, ծանոթ կար, մտածում ես, որ վсё էլի այս գործը կլինի, բայց չէր ստացվում, փակ էր։ Հետո այս մարդը հասկացավ, ընդունեց, հաշտվեց այդ իրավիճակի հետ
այդ տարի ու կես 2 տարին, որ բան եղավ, դե քիչ-քիչ սովորեց ինքը ոնց որ ծախսերը կրճատել, իր կյանքը, իր ընտանիքի կյանքը փոխել։ Դժվար էր, որովհետև եթե սովորես մի ասենք ճոխ կյանք ապրելու, հետո ծախսերը պետք է կրճատես, որովհետև տարի կես 2 տարի եկամուտը շատ քիչ է, դու սենց իջնում ես ցած ու սենց գնում էր արդեն։ Հետո այդ մարդը պատմեց, որ ասում է, գիտես, արդեն վարժվել է, այդ խոնար կյանքին էլ է վարժվել, կյանքս փոխվել էր, արդեն վարժվել է քիչ եկամուտով, յոլա են գնում եւ ուրախ են եւ խաղաղություն էր եկել մեջս։ Արդեն էլ ինքը աշխատանք էլ չէր փնտրում, որովհետեւ վարժվել էր այդ կյանքին։ Մեկը ասում մի օր զանգեցին, ասացին, ես ինչ գործը կա, ու շատ լավ գործ էր։ Գնաց այդ գործը սկսեց աշխատել, հետո մեկը ասում է, գիտես, ասում է, իմ բիզնեսն էլ սկսեց լավանալ, այն աստիճան, եւ հետո մի հատ էլ ուրիշ գործ իրեն առաջարկեցին, այդ գործն էլ վերցրեց, սկսել էր 2 տեղ աշխատելու իր բիզնեսները անում, մեկ էլ հետո արդեն այն մյուս գործերը քիչ-քիչ թողեց, այն մի գործից դուրս եկավ, այն մի գործը կեսդուրիկով սարքեց եւ իր բիզնեսով է հիմա ապրում, եւ ինքը ասում է, որ ես հաշտվել էի այդ վիճակի մեջ, Աստված տեսավ, որ ես հաշտվեցի, նոր սկսեց դռներ բացվել, ու ես փառք եմ տալիս իմ տառապանքների համար, իմ նեղությունների համար, ասում է, որովհետև ես այդ վիճակներ ինձ անհրաժեշտ, որ Աստված արտոնել էր, որպեսզի ես խոնարհություն սովորեմ, որպեսզի ես կարողանամ փոխել իմ կյանքը, թե չէ լավ օրերի մեջ, ճոխ օրերի մեջ, լեն օրերի մեջ ոչ մեկը չի ուզում իր կյանքը փոխի։ Սիրելի բարեկամներ, եթե դուք ճանաչում եք մարդկանց, ձեր ընկերների մեջ էլ կնեն հեռուտել ինստեղից, մարդիկ, որ հիվանդություններ ունեն, քրոնիկ հիվանդություններ են, ոչ մի կերպ չի բուժվում, այս մարդիկ պետք չի, որ տառապեն դրա ձեռը։ Իրենց ասեք, կիսեք այս ձայնագրությունը ձեր էջերի, որ ասեք, լսի հաշտվի այս վիճակի հետ։ Եթե Աստված արտոնել ասա քո կյանքում, ուրեմն սրա մեջ իմաստ կա։ Իսկ դու այդ իմաստը, խոնարհությունից ծնված իմաստությունը ձեռք կբերես մենակ այն ժամանակ, եթե դու հաշտվես։ Նախ հաշտվի, փառք տուր Աստծուն քո ծերանալու համար, փառք տուր Աստծուն քո սպիտակ մազերի համար, դրա մեջ մեծ խորհուրդ կա, մեծ շնորհ կա, ծերանալը մեծ շնորհ է։ Փառք տուր Աստծուն քո վշտերի ու տառապանքների համար։ Հա, ուրիշ բան է կա, կարող է դու քո կյանքում սխալներ ես անում եւ հիմա հատուցում ես, կամ քո կյանքը պետք է փոխես, այդտեղ էլ նայ անպայման։ Բայց դες ասում եմ, ասենք քրոնիկ հիվանդությունների, այդպես բաներ կա, որ ամեն դեպքում դու պետք է հաշտվես։ Եվ դրանից խոնարհվես եւ դու կտեսնես մեծ հրաշքներ, չես պատկերացնի։ Ինչ ես իմանում, միգուցե հիվանդությունն էլ անցնի։ Ես տեսել եմ մարդկանց կյանքեր, որ եւ հիվանդությունն է անցել, եւ վշտերն է անցել։ Ծերանալը չի անցնի, բայց ծերանալը շատ շնորհալի բան է, որտեղ մենք մեծանում ենք, աճում ենք, հետո մի օր այս աշխարհից գնում ենք Աստծո մոտ, առաջ Աստված, այնտեղ երկնքի արքայություն կա, խոստում կա մեր համար, հավիտենական կյանքի խոստում կա, հարություն կա, Քրիստոսը կա, դեմ առ դեմ, ինչպես Պողոս առաքյալն ասում, տեսնելու ենք։ Այնպես որ շատ լավ բան է, խոնարհամտություն ձեռք բերը, մտածեք այդ բանի մասին եւ խոնարհամտություն ասելով մտածեք խոնարհությունից ծնված ձեռք բերված իմաստություն։ Դա շատ խորը իմաստություն է եւ դա Աստված տալիս այն մարդկանց, ովքեր հաշտվել են, փառք են տվել մշտական, ասում լավ, եթե սա փառք քեզ Տեր Աստված ամեն ինչի համար, փառք քեզ իմ հիվանդության համար, փառք քեզ իմ վշտի ու տառապանքի համար, փառք քեզ իմ նեղության ու դժվարության համար։ Ես իմ գործերի արժանի հատուցումն եմ ստանում, ինչպես ավազակն ասաց խաչի վրա, չտրտնջաց, չդժգոհեց, ասաց ես իմ գործերի արժանի հատուցումն եմ ստանում, ֆրաց ասաց Տեր հիշիր ինձ եւ գաս քո արքայության մեջ, որտեղ ես ինքս ոչ մի շանս չունեմ այնտեղ մտնելու, ես արժանի չեմ դրան։ Եվ լսեց Երանավ այդ խոսքերը, ճշմարիտ եմ քեզ ասում, այսօր ինձ հետ կլինես դրախտում։ Դե լավ եք սիրելի ժողովուրդ, պահքը պահեք, հաշտվեք ձեր իրավիճակների հետ, շտկեք ձեր կյանքերը, ամեն օր Աստվածաշունչը կարդացեք, ծածուկ բարի գործեր արեք, սիրեք Աստծուն, սիրեք մարդկանց, Աստված օգնական եւ պահապան բոլորիս, մեր ազգին էլ իմաստություն, խոնարհությունից ծնված իմաստություն։